Շնորհակալություն։ Իմ հարցը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը կապված խաղաղության հետ։ Պարոն Քոչարյանը իր վերջին ոդկասթում մասնավորապես հայտարարել է, թե ինձ համար պարզ է ինչու Նիկոլ Փաշինյանը չի ուզում խաղաղության երաշխիքներ։ Ինքն ուզում է այնպիսի խաղաղություն, որը կապվի միայն իր անվան հետ։ Իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չէ որևէ մեկի հետ, այլ ունի երաշխավորներ։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ պարզաբանեք, Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզում է սեփականաշնորհել այն խաղաղությունը, որը հաստատված է Հայաստանում։ Բավականին բարդ է Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորության դատարկաբանություններին արձագանքելն էս իմաստով։ Ես նրան չեմ արձագանքի, հիմա ես խոսեմ այլ բանի մասին։ Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք եւ մեր ժողովրդի հետ տերենք կանգնելու այդ խաղաղությունը։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է այդ խաղաղությունը։ Ռոբերտ Քոչյանը սա լավ չի հասկանա, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը ոչ մի օրգանական եւ բնական կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դա ցույց է տալիս իր անցած կյանքը, իր գործողություններն ու որոշումները։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, ընտրությունների կեղծումը, ժողովրդին ծեծելը փողոցներում ամեն ընտրական process-ից հետո Ռոբերտ Քոչյանը չի կարող եւ չունի որևէ օրգանական կապ հայ ժողովրդի հետ եւ խաղաղության հետ առհասարակ, թե ներքին խաղաղության, թե արտաքին խաղաղության։ Նրա օրոք Հայաստանի Հանրապետությունում ոչ եղել է ներքին խաղաղություն, ոչ արտաքին խաղաղություն։ Դրա համար լավ կլինի սուս մնա եւ հանգիստ նստի իր տեղը եւ ավել պակաս բաներ չխոսա։ Հայաստանի երկրորդ նախագահի աթոռը զավթած անձնավորությունը։ Եվ կրկնում եմ, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդինն է։ Խաղաղության հեղինակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տերականգնելու իր իսկ կողմից ձեռք բերված խաղաղությանը եւ որևէ մեկը այս գործընթացին չի կարող խոչընդոտել։ Շնորհակալություն։ Մի փոքր ավելացում ես անեմ, երբ տեսնեք պարոն Քոչարյանին, խնդրում եմ հարց ուղեք նրան, երբ որ նա ասում է խաղաղությունը կախված է, Նիկոլ Փաշինյանը ուզում է որ կախված լինի իր անձից, արդյոք նա ուզում է որ մեր խաղաղությունը կախված լինի իր սիրելի երաշխավորից, ոնց որ կախված ա եղել այս տարիների ընթացքում։ Այդ հարցը շատ կարևոր է, էլի։ Երկրորդ հերոստալիկ։ Պարոն Հովհաննիսյան, դուք նոր ասացիք, որ խաղաղությունը կախված է հայ ժողովրդից, դուք նկատի ունեք ընտրություններում ձեզ ընտրելով։ Ներողություն։ Տերեկանգնելու, այո, դուք ասացիք, որ հայ ժողովուրդը տերեկանգնելու իր խաղաղությանը, այսինքն դուք նկատի ունեք հունիսի 7-ին ձեզ ընտրելով։ Այո, միանշանակ, այո, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տեր է կանգնելու խաղաղությանը, ազատությանը եւ ժողովրդավարությանը Հայաստանի Հանրապետություն։ Սա միանշանակ է եւ սա չի քննարկվում, որովհետեւ մնացած բոլոր ուժերի քիչ թե շատ հաջողության դեպքում ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնելու է նույն իրավիճակի առաջ, ինչի առաջ որ կանգնած էր 2017-18 թվականներին։ Դուք ասում եք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չվերընտրվի, չէ, դուք չհաղթեք, կլինի աղետաբեր պատերազմ։ Ես ասում եմ, այս պահին չէ, դուք եւ ձեր թիմի տարբեր անդամներ այդ մասին ասել եք բառացի եմ ցիտում, որ կլինի աղետաբեր պատերազմ։ Հարցս հետեւյալն է. գուցե դուք օրենքով ամրագրեք, որ քաղաքացիական պայմանագիրը հավերժ մնա իշխանության եւ լինի հավերժ խաղաղություն, այդ դեպքում բոլորս կապրենք խաղաղ ու երջանիկ։ Ես կառաջարկեի ձեր առաջարկը վերափոխեիք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը մնա հավերժ իշխանության, այլ իշխանության չգան այն ուժերը, կարելի է օրենքով ամրագրել, չէ՞, առաջարկ արեք այդ ուժերին։
այն ուժերը, որոնք ուզում են խաղաղությունը տորպեդահարեն, որոնք ուզում են արդեն կայացված որոշումներն ու կնքված պայմանագրերը ռևիզիայի ենթարկեն, որոնք ուզում են մեկ կենտրոնից կախվածություն ունենան, որոնք ուզում են հավերժ միայն իրենց սիրելի կայսրությանը հպատակության երթում տան, այդ ուժերին կարելի է օրենքով արգելել մասնակցել ընտրություններին, բայց բնականաբար սա հեգնանքա ձեր հարցին երբեք Հայաստանի Հանրապետությունում նման բան չի կարող տեղի ունենալ, որտեղ մենք ժողովրդավար պետություն ենք։